Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, պատանդներին եւ այլ պահվող անձանց խոշտանգում են նրանց նկատմամբ կիրառում ֆիզիկական եւ հոգեբանական ճնշման արգելված միջոցներ։ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ընդգծեց, գործադրվում են դիվանագիտական հնարավոր ջանքերը խնդիրը հասցեագրելու ուղղությամբ, առաջնորդվում են չվնասելու սկզբունքով։ Բնականաբար հարց է հնչում, իսկ ինչ է անում մեր դիվանագիտությունը։ Մեր դիվանագիտությունը անում է այն ինչ հնարավոր է եւ նաեւ ուզում եմ ընդգծել, որ մեր դիվանագիտությունը առաջնորդվում է առաջին հերթին չվնասելու սկզբունքով եւ ելի եթե բնական հարց է ծագում, իսկ որտեղ են այդ դիվանագիտական ջանքերը, ինչու չեն երևում դրանք, ես ի պատասխան այդ հարցի միշտ բերում եմ 2023 թվականի դեկտեմբերի օրինակը, երբ մեր հայրենակիցներ գերեվարված 32 վերադարձան Հայաստանի Հանրապետություն եւ միջև պաշտոնական հայտարարության վերջին վարկյանը մենք երբեք չենք ասել կամ որևէ մանրամասն չենք բացահայտել, այդ թվում այն պատճառով, որ համոզված ենք եղել, որ նման մանրամասների բացահայտումը նաեւ կզրոյացնի նախկինում գործադրված ջանքերը եւ դրանց արդյունավետ լինելու հավանականությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով գերիների խնդիրը կարող է լուծվել նաեւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման արդյունքում։ Բացի հայտարարություններից մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, որովհետեւ կարծում ենք, որ դա է այն գործողությունը եւ խաղաղության մթնոլորտն է այն գործողությունը, որը կարող է այդ թվում այդ խնդիրը լուծել։ Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց հարցով արտաքին գործերի նախարարը ներկայացրեց վերջին 10 օրում իրականացված քայլերը։ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն արել է այս մասին, արել է։ Ժնևում մարդու իրավունքների խորհրդում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, որը թերևս այս հարցով ամենապատկառելի եւ վերաբերելի կառույցներից մեկն է։ Ես ունեցել եմ ելույթ հրապարակային, որտեղ մի ահագին մաս նվիրել եմ գերիների թեմային եւ շինծու դատավարությունների թեմային եւ այդ դատավարություններում գերիների ոտնահարվող իրավունքների, խոշտարկումների, ապօրինի ներգործությունների թեմային։ Ես հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ։ Ես ամբողջը վերջի մի շաբաթ 10 օրվա բան եմ ասում։ Ես հանդիպել եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ, կրկին այս ոլորտի, այս հարցի ամենակարևոր օղակներից մեկը միջազգային հարաբերություններում։ Օրեր անց մեր հանդիպումից 1-2 օր անց, 3 օր գուցե, անց մարդու իրավունքների բարձր հանձնակատարը Վոլկեր Տյուրկը հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին օր առաջ ազատ արձակել բոլոր հայազգի պահվող անձանց։ Այս հələ մի շաբաթն եմ թվարկել, 10 օր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից Լիլիթ Մինասյանն անդրադարձավ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը, նշեց Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է պարտավորություններն իբր չկատարելու եւ ոչ պրակտիկ առաջարկներ ներկայացնելու համար։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզանն ընդգծեց Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, որը չի կատարել։ Մենք պատրաստ ենք օր առաջ բացել կամ մեր մասով նպաստել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, մենք հանդես ենք եկել խորը եւ շատ ընդգրկուն նախաձեռնությամբ խաղաղության խաչմերուկում եւ նաեւ դրա տրամաբանության մեջ եւ այդ համատեքստում Ադրբեջանին էլ շատ կոնկրետ առաջարկներ են կարել։ Արտգործնախարարը նաև նշեց տարածաշրջանի ապաշրջափակման թեման լայն ընդգրկում ունի եւ միայն Ադրբեջանին չի վերաբերում։ Մենք Թուրքիայի հետ ունենք այդ խոսակցությունը Գյումրի-Կարս երկաթգծի մասով, մենք ինքներս այս նույն ապաշրջափակման արդյունքում, երբ այնտեղի ունենա նպատակ ունենք կապվել օրինակ նույն Ադրբեջանի ենթակառուցվածքներով Կենտրոնական Ասիայի հետ, չգիտեմ, Չինաստանի հետ, եւ այս խոսակցությունը մենք մեր բոլոր գործընկերների հետ շարունակում ենք։ Նախարարն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում հնչած դիտարկմանը, թե Հայաստանը չի համագործակցում այնպիսի երկրների հետ, ինչպիսին Չինաստանն է։ Հակադարձեց նաև քննադատություններին, թե մեր երկիրը վատ թարացրել է Բելարուսի հետ հարաբերությունները։ Ձեր նշած անձը կամ անտեղյակությունից, կամ թերևս
շարունակաբար ինչ-որ իրողությունները խեղաթյուրելու և շարունակաբար սև գույներով իրականությունը ներկելու մոլուցքից է հավանաբար այդպիսի գնահատական արել, իհարկե չեմ կիսում, շատ ուղիղ օրինակ կարող եմ ասել, մենք և Չինաստանի և Հնդկաստանի հետ շատ ակտիվ երկխոսության մեջ ենք, մեր համագործակցությունը ընդգրկում է տարատեսակ ոլորտներ, նույն Չինաստանի հետ հետաքրքիր զուգադիպությամբ հենց այսօր տեղի են ունեցել ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ, ընդունվել է կամ հայտարարություն, կամ երկկողմերը հանդես են եկել համատեղ մամլոհաղորդագրությամբ, որտեղ իմիջիայլոց շատ հետաքրքրական կերպով ողջունվում են և Չինաստանի մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնությունը և մեր նախաձեռնությունը խաղաղության խաչմերուկը, այսինքն Չինաստանի կողմից ողջունվում է շատ ոլորտներ, որոնց մասին կարելի է և բարձրաձայն խոսել և բարձրաձայն չխոսել։ Մենք այդ խոսակցությունը զարգացնելու ենք, նախատեսվում են այցեր բարձրաստիճան, ես նաև հենց առաջիկա օրերին այցելելու եմ Հնդկաստան։ Դուք որ ասում եք, որ Բելարուսի հետ մենք վատթարացրել ենք հարաբերությունները վատթարացրել են այն մարդիկ, ովքեր պաշտոնապես և հրապարակավ ընդունել են, որ Բելարուսը օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին, այդ թվում ռազմական Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման ընթացքում, և այդ մարդիկ ամենևին Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներ չեն, այդ հայտարարություններ արած մարդիկ, այդ մարդիկ Բելարուսի ներկայացուցիչներն են։ Անդրադառնալով 2022 թվականին վարչապետի Ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանության մեքենայի կողմից վրաերթի հետևանքով մահացած Սոնա Մնացականյանի դատավարությանը, ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշեց, դատական գործընթացը ձգձգվում է, ապացույցներ են անհետանում։ Պատգամավորը իշխանությանը մեղադրեց այն բանի համար, որ դատական համակարգն իրենց դեպքում այլ կերպ է աշխատում։ Երբ որ դուք հարց տալիս էիք, որ ասում եք, որ մեր դեպքում դատական համակարգը լրիվ ուրիշ կերպ է գործում, արտաքին գործերի նախարարը հետևից ասես լուրջ եք ասում, որովհետև եւ իր դեմ մահափորձի գործով մինչև այսօր որևէ մեկը դատապարտված չի։ Ես կարող եմ բերել իմ անձնական օրինակը, որ ենթադրենք մի շարք աղմկահարույց դեպքերով դատական համակարգում, այդ թվում Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպերով իմ դեմ գործողություններ արած անձանց նկատմամբ հենց անհասկանալի որոշումներ են կայացվել, որը ուղղակի ոչ մի մեկնաբանության չի տրվում։ Էլ չեմ ասում, ես տեսնում եմ, որ իշխանության ներկայացուցիչները դատարաններում ինչ-որ հայցերա, որ պարտվում են։ Գալիս ենք ստեղ, ասում եք բռնապետությունը, բանը դատական համակարգը, մարիոնետային դատական համակարգը, ոնց ուզում եք, մենք գնում ենք լուրերը կարդալու, տեսնում ենք մեր խմբակցության падգամավորը դատական գործընթացը պարտվել է, մեկը պարտվել է, մեկը այդ ոնց է։ Վարչապետը հավելեց, բացառվում է, որ ինքը միջամտի նշված քրեական գործին։ Դա չի կարա բնության մեջ այդպիսի հիմնավորում եւ ապացույց լինի։ Պարզապես չի կարա դա գոյություն ունենա։ Չի կարող, ասենք ինչ լաբորատոր հետազոտություն ուզում են անեն։ Այսինքն ես ուզում եմ մենք հասկանանք, եթե մենք դատական միջամտություն անողը լինեինք, մեր գործերով կանեինք այդ դատական միջամտությունը։ Եթե անողը լինեինք, Բա ես որ ասում եմ, այդ խայտարակ միջադեպերով մարդիկ իրենց համար ազատ պտտվում են, այդ ինչի մասին է վկայում։ Այդ վկայում է, որ ես այդ գործից հետո մի անգամ հեռախոսը չեմ վերցրել, մեկի մի բան չեմ հարցրել։ Արդյունքում ստացվել է խայտարակ բան, ես ուղիղ եմ ասում եւ ասել եմ առիթով, որ սա խայտարակություն է, խայտարակություն։ Բայց մյուս կողմից դա ամենաուղղակի ապացույցն է, որ ոչ մի անգամ հեռախոսը չեմ վերցրել եւ որևէ հրահանգ չեմ տվել։ Ներքին գործերի նախարարն էլ անդրադարձավ կալանավորված եւ ձերբակալված անձանց դատական նիստերին ուղեկցելու խնդրին։ Արփինե Սարգսյանի ներկայացրած տվյալով 2024 թվականին եղած ուղեկցման 20170 հայտից չի կատարվել 27.7%-ը։ Ըստ նախարարի պատճառը հիմնականում ուղեկցող ստորաբաժանման թեր համալրվածությունն է, շուրջ 1 տարվա քննարկումների արդյունքում խնդրի լուծման տարբերակ է գտնվել։ Ոստիկանությունը ուղեկցելու է ձերբակալված անձանց եւ ապահովելու է նրանց պահպանությունը, արդարադատության նախարարության կողմից իրականացվելու է կալանավորված անձանց եւ տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը եւ դատական դեպարտամենտի կողմից իրականացվելու է դատական կարգադրիչների ծառայությամբ պահպանություն, երբ որ գործ ունենք արդեն դատական նիստերի շրջանակներում տվյալ անձանց պահպանության հետ։
Հայաստան խմբակցությունից Աննա Գրիգորյանը վարչապետից հետաքրքրվեց, ինչու է Հայաստանի կառավարությունը գործընթացի մեկնարկից տարիներ անց թույլատրում Ամուլսարի հանքի շահագործումը։ Վարչապետը նշեց, թեև երկար ժամանակ է անցել, բայց այդ ժամանակը չի վատնվել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իդեմս կառավարությամբ ունեն բաժնեմաս Ամուլսարի նախագծում, այո, այդ թվում ձեր նշած հետազոտության արդյունքում բնապահպանական խնդիրներ են բարձրացվել, այդ բնապահպանական խնդիրները ավելի համապարփակ ենք ընկալել, այդ խնդիրներին տրվել են համապատասխան պատասխաններ, այդ պատասխանները համարվել են վստահելի, ազդակիր համայնքների համար ձևավորվել են լրացուցիչ մեխանիզմներ, այդ թվում ֆինանսական մեխանիզմներ եւ հետեւաբար կարծում ենք, որ ծրագրի գործարկումը լավ է եւ տնտեսական առումով եւ սոցիալական առումով, շրջակա միջավայրի եւ բնապահպանական առումով վերահսկելի է եւ ստանդարտների մեջ է լինելու։ Բնապահպանական թեմայի շրջանակում քաղաքպայմանագրից Նարեկ Բաբայանը փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանից հետաքրքրվեց, ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը Երևանում օդի աղտոտվածության խնդրի ուղղությամբ։ Մեհեր Գրիգորյանի խոսքով խնդիրը նաև տեխնիկական է, բավարար չէ աղտոտվածության մակարդակը ցույց տվող սենսորների քանակը։ Հենց շինարարական օբյեկտներում կամ հենց վայրերում, որտեղ իրոք այդ խնդիրը սուր է, տեղադրված են սենսորներ, որոնց տված ինֆորմացիայի միջինացումը իրոք տալիս է շատ պրոբլեմատիկ պատկեր, բայց անկեղծ ասած այդքան էլ այդպես չի, ինչքան որ մենք այսօր հրապարակային տեսնում ենք գնահատականներ, որովհետև ըստ գործող ստանդարտի, որպեսզի միջինացված պատկերի իրական գնահատական լինի, նաև այդ սենսորներից պիտի դրված լինի այն վայրերում, որտեղ չկա շինարարություն կամ չկա որևէ վնասակար գործունեություն։ Եվ այդ իմաստով երկու խնդիր ենք հիմա լուծելու, նախ մեկը տեսչական մարմինների գործառույթի լավարկումն է, որպեսզի իրոք գործառույթը նպատակին հասցնի, եւ երկրորդը այնուամենայնիվ տեխնիկական հագեցվածության խնդիր կա, որը նույնպես պիտի լուծվի։ Պատգամավորներն ու կառավարության անդամները քննարկեցին նաև շահումով խաղերի օրենքի նախագիծը։ Թադևոս Ավետիսյանը վարչապետից հետաքրքրվեց, ինչու է փոխվել օրինագծի տրամաբանությունը, 10% հարկի փոխարեն առաջարկվում է կրկնապատկել турքը, բեռը նվազեցնելով տասնյակ անգամ։ Հարցը հարկերը տանելի դարձնելու մասին չի։ Հարցը նրա մասին է, երբ որ առաջարկող հարկը 100% անցնում է, այդտեղ տրամաբանականի մասին է։ Ես միջև այդ կետը քննարկմանով որ ներկա եղել կվկայի։ Միջև այդ կետը, որին ցույց են տվել, որ հարկերը մի րոպե 100%-ը գերազանցում, այսինքն 105% ենք դարձնում։ Ես միջև այդ կետը երկու ոտս դրած մի կոշիկի մեջ ասել եմ, չէ, մենք գնում ենք այդ ճանապարհով, մեկ էլ որ նայում ես իրոք 105% հարկը որն է, մենք տանելի լինելու մասին չի, սահմանափակումների մասով, սահմանափակումները էլի ինչքան էլ ես ասեմ ձեզ շատ էմոցիոնալ եմ վերաբերվում այդ հարցին, սահմանափակումների մասով, երբ որ հանգիստ քննարկում ենք, տեսնում ենք, որ սահմանափակումների համար օպերատորը մեզ անհրաժեշտ է, որովհետև տվյալների հասանելիության, մենք ասում ենք, մեն մարդը, եթե որևէ մեկը խաղադրույք անում, հետո գալիս է փարուս ասում է ժողովուրդ, ես սոցիալապես անապահով եմ, 25030 վերջ ընտանեկան կամ սոցիալական նպաստ տվեք, մենք պետք է տանք նպաստը, բայց մյուս կողմից պետք է փակենք իր կողմից խաղադրույք կատարելու հնարավորությունը, բայց պետք է լինի օղակ, որտեղ այս քարտը անձը նույնականացվի, որ Կարմիր լույսը վառի, ասի այս խաղադրույքի ճանապարհը փակեք, որովհետև ինքը սոցիալապես անապահովության համակարգի ներկայացուցիչ է։ Սրա մասին է խոսքը։ Հաջորդը, որ ես երկու ոտս դրել էի մի կոշիկի մեջ, ասում էի փակվում է, թո փակվի, մարդիկ ուրիշ փաստարկ բերեցին, ասին շատ լավ, մարդիկ Հայաստանում չեն դնի խաղադրույք, կդնեն արտասահմանում։ Ես էլ ասի ոչինչ, մեր օպերատորներին ասեմ, որ փակեն ինտերնետը։ Ասին VPN կօգտագործեն։ Հասկանում եք, որ փաստարկներ կա, որ ինչքան էլ ասում եմ, ես շատ էմոցիոնալ եմ, ես այդ հարցին վերաբերում։ Ոչ մեկը չմտածի, որ ասենք ինձնից ավելի բան է վերաբերվում, ցավով է տանում այդ խնդրը։
Հարց ու պատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև իր ներկայացրած իրական Հայաստանի հայեցակարգին, նշեց հարյուրավոր մարդիկ արդեն իր հետ հանդիպելու եւ հայեցակարգը քննարկելու հայտ են ներկայացրել, հանդիպումների շարքը կմեկնարկի առաջիկա օրերին։ Մուշեղ Իսախանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։